Վերջերս մի առիթով, երբ որ փորձում էի Արցախի պատերազմի հետ կապված, այսպես ռեպրեզենտատիվ նյութ գտնել, հղելու համար, գիտեք, բազմաթիվ տարբերակներ գտա համաշխարհային բարձր վարկանիշ ունեցող ժուրնալներում ադրբեջանական տեսակետով։ Իսկ հայկական, այսինքն այնպեսին, ինչպեսին ես էի ուզում ներկայացնել կամ կարիք ունեի ձևակերպել, իսկ ես դրա շուրջ չպիտի ծավալվեի։ Ես երաժշտագետ եմ, քաղաքականություն իմ հարցը չի, բայց կարիք ունեի հղելու։ Պատկերացրեք, գրեթե ոչինչ չգտա, շատ դժվարացա։ Այսինքն, հա, այստեղ խնդիրը լուրջ է։ Այս խնդիրը լուրջ է։ Այո, մենք ինստիտուցիոնալ ու մի քանի հարյուրամյակ չասեմ, բայց ամեն դեպքում ունենք այդ խնդիրը, որ մենք մերը ներկայացնելու ոչ մի ինստիտուցիոնալ կառույցներ չենք ստեղծել ու պաշտպանության ոչ մի չունենք։ Այդ նույն խնդիրը ունենք ցեղասպանության հետ կապված։ Հрьяաները օրինակ շատ ավելի կոպիտ ասած տարիքով երիտասարդ կոպիտս ոնց ներկայացնեմ, որ շատ ավելի նոր է այդ պատմությունը եղել, բայց իրանք կարողացել են ամբողջ աշխարհին ապացուցեն, որ ունեցել են ցեղասպանություն, բայց մենք որպես նայում ենք, քանի կինո ունենք, օրինակ ցեղասպանության մասին շատ քիչ։ Ու այդ առումով էլի չենք աշխատել, որ ներկայացնենք, շատ քիչ ենք։ Չեմ ուզում ոչ մեկին վիրավորեմ, բայց ցանկացած հրեայի, եթե հարցնես եղելա ցեղասպանություն թե չէ, ինքը քեզ դրա համար ուղղակի հում կուտի, այսինքն չի կարող ինչ-որ մեկը կասկածի տակ դնի այդ։ Իսկ Հայաստանում կարան ամենաբարձր մակարդակով էլ փորձեն կասկածի տակ դնել, իհարկե ոչ մեկին չառանձնացնելով եւ այլն, բայց հայերի մոտ այդ ինտելիգենտ թվալը մենակ հայկականությանը դեմ խոսալու մեջ ոնց որ լինի, եթե դու ուզում ես ցույց տաս, որ դու մի քիչ գաղափարապես ավելի բարձր ես, քեզ համարում կամ երկու գիրք ավել ես կարդացել, չգիտեմ, ինչ որ մի հատ եսին որտեղի գրողի, ինչ-որ տես մի երկու բան ես մեջ բերում ու վсё, մնացածը սկսում ես հայկականը քննադատել առանց հասկանալու թե որն է հայկականը։ Հետևանքները կարող են Չիմանալով հայկական երգերը, պարերը, պատմությունը, պատմության մի քիչ ավելի լայն բովանդակությունը էլի, բացի նրանից դպրոցական գրքերում ինչ է գրած, այս ինչ թվին եղավ, այս ինչ բան, այս ինչ թվին, այս ինչ բան ու վերջ։ Չկա ոչ մի բացատրություն, թե ինչի համար այս մի բանը եղավ։ Նույնն էլ հայկական երգերն է, չէ՞ որ մարդիկ վերցնում են հիմա երգում են ինչ որ տարբեր ձևերի կամ նույն Սանայի նշած AI-ով տարբերակներով, ոչ մեկ չի խորանում ախպեր, բայց այդ երգը, այս խիա սենս։ Էդի չի հայկական ու ինչ որ մեկն էլ մի օր տենում է, ասում հալավ դա էս չի ծեր հայկական երգեր ախպեր։ Չենք ուզում լսենք էդի ապենա։ Դրա օրիգինալը թուրքականն էլ լսում ենք էլի։